Տեսար, անփորձանք հասցրեցի տեղ, իսկ դու վախենում էիր։ Ես չեմ ասել վախենում եմ։ Բայց չէիր էլ ուզում ինձ հետ գայր, չնայած մեղադրելու չի, երևի քո վրա վստահ չէիր։ Ինչ։ Մտածում էիր չես դիմանա սիրունությանս ու մինչև գյուղ հասնելը սիրո խոստովանություն կանես։ Չէ, դու լուրջ խնդիրներ ունես քեզ, հոգեբան է պետք։ Ուղղակի վստահ չեմ ինքը քեզ կօգնի, թե չէ։ Մի հատ մերսի էլ չկա, հա։ Շնորհակալ եմ։ Ասա մեջդ մի բայ արտահայտվի։ Չես կարծում, որ շատ կոպիտ խոսեցիր Ալբերտի հետ։ Հակառակը հələ մի բան էլ մեղմ վարվեցի նրա հետ քո խաթր։ Փաստորեն չես հավանել։ Ինչի՞։ Կմեծանաս կբացատրեմ։ Պապ, տեսնում ես, որ նորից առանց մարդուն ճանաչելու տրամադրվել ես։ Ես։ Բացարձակ։ Ուղղակի հիշի, որ սա քո ու իրա վերջին հանդիպումն էր։ Եվ վերջ։ Աղջիկ ջան, չես զգում, որ չափերը անցնում ես։ Էդ էր մեզ պակաս։ Բայց ինչ եմ արել։ Ինչ։ Նստել ես այն հղբացածին մեքենան ու ասել ես դռան մոտ։ Էլ դեռ հարցնում ես ինչ ես արել։ Կոշիկիս կրունկը կոտրվել էր, ավտոբուսով չէի կարող գալ։ Ավտոբուս չէիր կարող նստել, տաքսիով գայիր։ Իսկ թուշը համբուրելու մասին ինչ կասես։ Թե դա էլա կոշիկի կրունկի հետ կապված։ Չէ, պապ, ուղղակի ցինիկի մեկն է։ Ես ուզում էի իջնել հանկարծակի համբուրեց, ինչ անեի։ Մեծ աղջիկ ես, ինձ ես հարցնում ինչ պիտի անեիր։ Նենց պիտի ապտակեիր, որ 5 մատիդ հետ կդաջվեր դեմքին։ Ավակ, խնդրում եմ, մի քիչ կամաց, անպայման բոլոր հարևանները պետքա ձայներս լսեն։ Ոչինչ, թող լսեն։ Մի օր էլ թող մեր ձայնը գա։ Հասկանում ես ինչ ես անում։ Ամենայն դեպս հանցանք չեմ գործել։ Գոնե մի հակաճառի։ Ինչի պիտի միշտ լռեմ վեճերի ժամանակ։ Դու այդ բան չունես պատմելու։ Ինչ պատմեմ, պապի ջան։ Աղջիկեր էլի, բերեցի տուն։ Աղջիկեր էլի, բերեցիր տուն։ Ասա աղջիկեր էլի, բերեցի տուն։ Մի խորացի, պապի ջան։ Ուղղակի ուզում եմ հետը մի քիչ մտերմություն անեմ, որ հետո ավելի հեշտ ու ավելի սիրուն ձևերով կարողանամ դպրոցը քանդեմ։ Բայց դու ինչ կտորնես, լավ իմ կտորնես, այ բալան։ Բայց ինչ ես կպել այդ գյուղից փոք չես գալի։ Հիմա ուղղակի սկզբունքի հարց է։ Հյուրատունս էլ պետք է այդ տարածքում լինի ու վերջ։ Եվ աստորեն օրը դեմ ես դուս եկել։ Օրս կհամոզեմ, դու մի անհանգստացի։ Բայց
Վատ աղջիկ չէր, ասեմ իմանաս, այ բալան։ Սիրուն, տեսքը տեղը տեղին, հա? Դե հա, ով է բան ասում։ Այ միջեն լուսկարաս մի գնդակով երկու նապաստակ թղթ։ Հələ գործերը իրա տեղը գցեմ, պապի ջան։ Կողքի թեմաների մասին էլ հետո կմտածեմ։ Ինչ ես նայում այդքան, պապի։ Մարդ կա։ Դե ինչ նայում եմ դրամ են բազգեն ինչ եղավ։ Մեքենան իրա մոտ եմ թողել։ Հալավ դե այդքան մի անհանգստացի, 100 տարվա շոֆերը տա։ Նորմալ է։ Դու ես ինչ իմանամ չշփոթվի հանկարծ ճանապարհները կորցնի խառնի իրար դեսիմ։ Էնի հաստատ շփոթող պտուղը չի։ Հանգիստ տեղի։ Բարև ձեզ Աննա Բագրատովնա։ Հոլավ չես։ Չհամարցակվես լավ լինել։ Այսենց միշտ պանիխիդայի դեմքով մեզ կդիմավորես ու կճանապարհես։ Տուր։ Սենյակ։ Բայց ես ասում, ամուսինը տա եկել, մի բան սարքեմ, սեղան դնեմ, մի բան ուտի, սոված կլնի։ Հեսա կասեմ Անետը քիչնի։ Ես քո հետ եմ ամուսնացել, ոչ թե Անետի։ Պապ ջան, եթե սոված ես, ես էլ կարող եմ սեղան գցել։ Չէ։ Շնորհակալ եմ, ես հաց կերել եմ։ Մի տանջվի, բան չեմ ուտելու։ Աննա Բագրատովնա։ Այս տոնացավն էլ հավաքի։ Սոված ես։ Չեմ։ Իսկ ես շատ սոված եմ, մամ ջան։ Վեցովը տանում, հեսա հաց եմ դնում, լվացվիար։ Թույն։ Քեզ էլ հաց դնեմ, պապ։ Չէ, ես օգնած եմ գնամ քնեմ։ Վաղ առավոտ պետք է արտանամ լիքը գործեր ունեմ։ Գիտեք ինչ։ Ես կարծում եմ, որ արդեն մեծ աղջիկ եմ ու շատ բնական երևույթ է, որ կարա իմ կյանքում մարդ հայտնվի։ Լավ ասացիր, մարդ։ Մեր ասածն էլ հենց այդ է, որովհետև այդ հայտնվածը մարդ չի։ Դու պիտի դրանից հեռու մնաս։ Թե դուք մանկուց արդեն որոշել եք, որ իմ կողքին պիտի միայն Սեմը լինի։ Սխալվում ես, բալես։ Մենք նման բան չենք որոշել։ Մենք հասկանում ենք, որ դու արդեն մեծացել ես ու ժամանակն է, որ ընկեր ունենաս, ամուսնանաս, բայց ոչ այդ լկտի լակոտի հետ։ Մոռացել ես իր պահվածքը, մոռացել ես ինչեր է արել։ Այ մարդ, անդաստիրակ լակոտ է։ Ոչ մեծ գիտի, ոչ փոքր, ոչ կին, ոչ տղամարդ։ Դու նրա հետ նույնիսկ չպիտի մի բառ փոխանակես, ոչ թե քեզնից գոր նստես նրա մեքենան եւ գաս տուն։ Ես այդ տղայով տարված չեմ, հարցը դա չի։ Ուղղակի մի տեսակ ձեր պահվածքն է չափից դուրս տարօրինակ։ Կարող է հենց նենց ստացվում, որ սիրտս իրան հանդրում։ Դեմ եք լինելու։ Հա, Ինչի։ որովհետև դու չես կարող կապ ունենալ քո Որովհետև դու չես կարող ոչ մի կապ ունենալ այն տղայի հետ, ով հորդ նեղացրել է, դպրոցներ ուզում քանդեր, հիվանդանոցի դուռը մեզ հասցրեց։ Չհասկացա։ Ինչ ես զանգել։ Այ աղջի դու խելքդ լրիվ գցել ես։
Չէ, դու լրիվ գժվել ես։ Ոնց է։ Լավ, գալիս եմ։ Հիմա գալիս եմ, ասեցի։ Խելագարի մեկը։ Մամ, ես լավ գիտեմ ում հետ ու ոնց հարաբերություններ սկսեմ։ Ինձ ավելի շատ անհանգստացնում է այն, որ դուք իմ առաջ արգելքներ եք դնում։ Աղջիկ ջան, գնում ես զորով բզեզի բունը քանդում ես, բա ինչ անենք։ Ճարահացյալ ենք տենց վարվում։ Բալես ուղակի ուզում ենք, որ դու չսխալվես, որովհետև կողակից ընտրելը դա ճակատագրական հարց է։ Երևի դրա համար էի առանց ինձ հարցնելու Սեմի հետ նշանում։ Հիմա ինչի ես աղմուկ սարքում աղջիկս։ Սրտի տարել է, որ ասել եմ այդ լեղպորից հեռու մնա։ Չէ։ Ուղղակի չեմ կարող մեջս պահեմ։ Ուզում եմ ասեմ, որ տհաճ է, երբ որ դուք փորձում եք իմ փոխարեն որոշել ես ում սիրեմ, ում չսիրեմ, ումից հեռու մնամ։ Անհանգստացնում է ինձ դա։ Հայ աղջի ասեցի գալիս եմ համբերի։ Լիլիթ։ Կորկոր։ Ոնց ես մեծացել։ Դու էլ ես փոխվել, հորքոր։ Դե ընկերոջդ ոնց գիտես, ոնց գծել ենք այտենց գնում է։ Մեծ քայլերով առաջ ենք գնում, հալալ ջան։ Մի օր ձեռս քաշեցի գլխի վրա շուռ եկար։ Արա ես կասեի մի օր հետս չէիր, գործերս լավ առաջ գնաց։ Դե ապրես էլի, ես էլ ամբողջ օրը հետևիցդ մանգալու չլվելու շնորհակալությունն է։ Լավ էլ մի ղզիկացի։ Կատակ եմ անում։ Հալալ, հրեշտակից նստացրի կողքս, տարա մինչև տուն, տանդեմ է իջացրի, վերջում էլ մի հատ թուշը պաչեցի ու ճամփուդրի։ Ինչ։ Ոնց պաչեցիր։ Ոնց եմ պաչում, ընկեր։ Պաչեցի։ Փաստորեն ամեն ինչ շատ լուրջ է։ Կարող եմ եկել արդեն լսենք պսակվում ես։ Ոչինչ չենք բացառում, հալալ ջան։ Լավ, ես հանձնված եմ։ Այս հարցում դու տաղանդավոր ես։ Դու հələ շատ կհանձնվես։ Չնայած կարաս նայես ու սովորես, տենց ավելի լավ կլինի։
Պապան ու մաման անճանաչելի փոխվել են։ Երբեք սենց վերաբերմունք չեմ ստացել իրանցից։ Երբեք չեն խանգարել ինձ, վստահել են ամեն հարցում։ Իմանալով, որ սխալ բան չեմ անի։ Հիմա ինչ ա կատարվում չեմ հասկանում։ Տեսար, անփորձանք հասցրեցի տեղ, իսկ դու վախենում էիր։ Ես չեմ ասել վախենում եմ։ Բայց չէիր էլ ուզում ինձ հետ գայր, չնայած մեղադրելու չի, երևի քո վրա վստահ չէիր։ Ինչ։ Մտածում էիր չես դիմանա սիրունությանս ու մինչև գյուղ հասնելը սիրո խոստովանություն կանես։ Չէ, դու լուրջ խնդիրներ ունես քեզ, հոգեբան ա պետք։ Ուղղակի վստահ չեմ ինքը քեզ կօգնի, թե չէ։ Մի հատ մերսի էլ չկա, հա։ Շնորհակալ եմ։ Ինչ համառ տղա է։ Ինչ ուզիչ հանդիպումը։ Փաստորեն հայտնվել ես, հա։ Հեն էլ գիշերով։ Չնայած ինչ եմ զարմանում։ Դու երես ունես, որ ցերեկով գաս։ Քոնը մենակ մութն ա ու գիշերը։ Ինչի համար ես եկել։ Եկել ես էլի կյանքս թունավորես։ Հանգստացի եմ։ Ես եկել եմ հորքուրին տեսնեմ։ Յա լուրջ ես ասում։ Էդ հիշել ես, որ հորքուր ունես։ Բա հորքուրը քո թշնամին չէր։ Էդ հիմա ինչ ա փոխվել։ Ամոթ ավերջացրեք։ Հիմա տանեցին մի կարտանը։ Դու էլի ամոթից ես խոսում։ Ես ինչեր ես անում իմ մեջքի հետևում, հերիք չի դու ինձ խափես։ Երբ ես վերջապես կողմնորոշվելու իմ կողմից ես, թե իրա։ Չափդ ճանաչի։ Երանի բոլորը ձեր չափ այնքան ճանաչեիք, ինչքան ես։ Դու միշտ ճիշտ ու սխալ անելուց առաջինն ես, չէ եղել։ Դե հիմա դատիմ ես, ես եմ արդար, թե ինքը։ Դու իմ հետ այդպես խոսելու իրավունք չունես։ Ինչի։ Որովհետև ամբողջ կյանքս առանց խնայելու քեզ եմ նվիրել։ Տեսնում եմ ոնց ես նվիրել։ Ցերեկների ինձ գիշերների իրան, քանի արծաթով ես ծախվել։ Չփորձվես հորքուրի հետ այդ լեզվով խոսել։ Իսկ դու ինձ մի ասա, ես ինչ անեմ։ Այն մարդը ով իրա քրոջ կյանքը կործանել ա ու դավաճանել ա, իրավունք չունի ինձ բարոյական խրատներ տալու։ Ինչի համար ես եկել։ Մնում էր քեզ բացատրություն տայի, թե ինչի եմ Հայաստանում։ Դու վտանգավոր մարդ ես։ Քեզնից զգուշանալ ա պետք։ Ուրեմն զգուշացի։ Ես գնացի։ Այստեղ մեկ վայրկյան ավել չեմ ուզում մնալ։ Կզանգեմ հորքուր։ Ավակ քիչ էր մնում ամեն ինչ ասեիր։ Լավա մեջ ընկա։ Նյարդերս տեղի տվեցի։ Չի հասկանում, ինչ եմ խոսում, ինչ եմ անում։ Դու հասկանում ես, մենք վատ դրության մեջ ենք։ Մի բան պետք է մտածենք։ Ինչ։ Մեզանից ինչ գալիս է անում ենք։ Էլ ինչ անենք։ Դե հո ձեռները ծալակ չենք նստելու։ Այ մարդ, ինչքան խառնվում ենք, այդքան ավելի բարդացնում ենք։ Չգիտեմ։ Եթե այս պատմությունը ջրի երես դուրս եկավ, ես կգժվեմ։ Ես ուղղակի կխելագարվեմ։ Ուրեմն պարզվում է դու այսքան ժամանակ իրանց հետ հարաբերությունների մեջ ես եղել, ինքան մեջ ապրում ես, իմ ամուսինը քեզ պահում է, իմ երեխեքը քեզ հարազատ մոր նման են վերաբերվում, ու դրա դիմաց դու ինձ ինձ դավաճանում ես։ Չես ամաչում։ Ինչ դավաճանության մասին ես խոսում։ Աղբորը թե իմ մեջքի հետևում թաքուն կապի մեջ լինել է դավաճանություն, չի։ Այդ աղբերը քո հերն է։
Հետ աղբերին բոլոր դժբախտությունների պատճառն է։ Կամ որ այսքան ժամանակ հարցնում եմ, ասում եմ տեսնես ինչ են, ոնց են, որտեղ են։ Ինչի համար չես ասում, որ հետները կապի մեջ ես։ Ինչի չես ասում։ Լիլիթն էլ է իմ արուն։ Նրան էլ եմ կյանքից գնով մեծացրել ոնց որ քեզ։ Չես հիշում, թե չես հասկանում։ Չհասկանում եմ, շատ լավ եմ հասկանում։ Բայց չէի ուզում, որ վերջնականներս դարձնեի բոլորից։ Բոլորն էլ գիտեն, թե քեզ համար ինչքան եմ արել։ Քո համար ավելին եմ արել, քան Լիլիթի։ Դե գնա, բա ում ես սպասում։ Հələ գնա էլի մի հատ տեսնեմ քանի օր քեզ կպահի։ Ինչ ես իմ հետ sense վարվում։ Քեզ համար քիչ եմ արել։ Երեխեքիդ քեզ հետ հավասար, ջենջի հավասար։ Քեզնից ավելի շատ ես եմ պահել։ Կերցրել եմ, արդուկել եմ, լվացել եմ, հետևներից ման եմ եկել։ Երեսով ես տալիս։ Չէ, երեսով չեմ տալիս։ Ընդամենը հիշացնում եմ, ոնց որ մոռացել ես։ Կներեք։ Չէ, ինչի համար, հաշվի արեք, մենք ստեղ չենք։ Շարունակեք, ինչ էիք խոսում։ Միքայել։ Ինչ պապ։ Ինչի ես այդքան դժբախտ։ Ո՞վ ա մեռել, որ այդքան սքավոր ես։ Հեռու գնա այդ տղա։ Էս էլ իմացանք։ Դել ինքան բան ես իմանալու։ Նույն ատելությունն եմ զգում քո հանդեպ Աննա։ Ոչինչ չի փոխվել։ Ինձ թվում է ժամանակն ու հեռավորությունը որոշ չափով կմեղմացնեն, բայց չէ։ Թեև ոչ մի բանի համար չեմ ափսոսում, որովհետև Մոսկվա գնալ սովորելն էր այդ պահի ամենաճիշտ որոշումը։ Եթե մնայի շատ բան այլ կլիներ թե իմ, թե քո կյանքում։ Ու հնարավոր է ատելությունս հազարապատկվեր։ Լսում եմ։ Չէ, երկար չեմ մնա։ Կփորձեմ անեմ այն ինչի համար եկել եմ ու շուտ կվերադառնամ։ Լավ։ Քեզ լավ նայի։ Հիմա ես եմ։ Ես իմ ձեռքով իմ տունը քանդեցի։ Վերջում էլ մեր մենակ մնացի։ Էս ինչ սերիալ էիք սարքել։ Էս լռելն էլ նոր իմիջ ես սարքել։ Ինչ խոսեմ, բերանը ջուր կառնես կկանգնես։ Եթե ասելու բան չունեմ, ավելի լավ է լռեմ։ Փաստորեն, եթե խորանամ, շատ պահանջելու բան չունեմ, որովհետև բոլորի հանդեպ ես երախտամոռ, անգամ հարազատ հորաքրոջոտ։ Կլինի իմ ու հորքուրիս հարաբերությունները ընդհանուր քննարկման թեմա չսարքենք։ Ախր տեսել եմ, ոնց է քեզ մեծացրել, ոնց է սիրտը ցավացել քո համար։ Այդ ամեն ինչը տեսել եմ։ Վերջացրիր։ Չէ, նոր եմ սկսում։ Ինչի՞ եք ուրդ։ Դու կիմանաս։
Ժամանակին դու էիր հետը մտերիմ։ Աստված չանի, մինչև կոկորտս կուշտեմ։ Բայց դե ամեն ինչի մեջ ուրախանալու բան կա։ Ոնց ասում են, չկա չարիք առանց բարիք։ Կյանքդ նոր է սկսվում։ Սկսում ես աշխուժանալ։ Ամեն ինչ շատ մոռացվեց։ Ոչ ոք չի հիշում, որ կյանքս նվիրեցի։ Մոր մահից հետո թիկուն դարձա, ոչ մի բան չխնայեցի։ Իմ ունեցած քիչն ու փոքրն էլ իրենց մեջ կիսեցի։ Սեփական կյանքս մոռացա հանուն իրենց։ Ու ինչ ստացա որպես պատասխան։ Մեղադրանք ու վիրավորանք։ Ես զրան էի արժանի։ Հազար անգամ գիշեր եմ անցկացրել, մեծացրել իմ հասակին եմ սարքել, որ ինձ այս օրը գցել, որ շնորհակալության փոխարեն ինձ մենակ թողնել։ Երևի սխալվեցի։ Երևի պետք չէր այդքան սիրել ու նվիրվել։ Ասում են սերն ու զոհաբերությունը միշտ վերադառնում են։ Ես այդ վերադարձը չտեսա։ Սեմ, նախաճաշը պատրաստ է։ Հեսա ուշանալու է գործից։ Ես դու դեռ պարկած ես։ Գործից չես ուշանում, Սեմ։ Լավ չեմ զգում ինձ, չեմ կարողանում վեր կենել, ամբողջ մարմին ես թուլ է։ Սեմ, ինչի ինձ ձայն չես տվել։ Սեմ, վարվում ես։ Տնաշ ես սուսուփուս պարկել ես, ինչի ձայն չես տվել ինձ։ Այս դրա համար է ձայն չեմ տվել, որ չխառնվես իրար։ Սովորական մրսածություն է էլի, մի խառնվի ամեն ինչ լավ է։ Դե ապրես, երևի ամբողջ գիշեր վարվել ես տաքության մեջ։ Լավ, սպասի գնամ ջեր միջեցնող բերեմ գամ, հա։ Անետ! Առավոտ գիշերով ուր է գնացել։ Ոնց որ տանը չի, նախաճաշի սեղանն էլ չի գցել։ Բայց առանց զգուշացնելու պետք է գնար։ Մամ, Անետին չես տեսել։ Ինչ է տանը չի։ Չէ, բոլոր տեղերը նայել եմ, չկա։ Ոչ էլ սեղան ա գցել։ Ով լիներ, որ չգնար, նորմալ արժանապատիվ կին է։ Իր հասցեին այսքան վիրավորանք լսելուց հետո ոնց չգնար։ Չհասկացա, ինչ-որ բան ա եղել։ Մորդ հարցրա, իրա հորքուրն է, ինքն է ամեն ինչի տերը։ Էդելու պրծ։ Որոշել եմ ես սոված թողնի, հա։ Ինչ-որ մեկը կբացատրի ինչ ա կատարվել։ Աչքիս, որ մենք քնած ենք եղել, ստեղ տորնադո է եղել։ Պատմի թող երեխեքը իմանան, ինչի չես խոսում։ Դա դե որ սեյնակում լիներ, կլսեր, մեռած են տալով։ Շնորհակալ եմ ամեն ինչի համար։
Ունես բարով Աննա, իմ աղջիկ, հուսամ մի օր կհասկանաս ինձ։ Սենյակում չէր։ Չէ։ Պահարաններն էլ դատարկ են։ Դու ես նեղացրել։ Բա կարող է ես եմ նեղացրել։ Մարդը ոչ մեկի հետ լեզու չի գտնում։ Մեր խաչն է, տեսնենք միջև ուր ենք տանելու մի։ Ինչի համար ես նեղացրել Անետին, մամա։ Կան բաներ, որ քեզ չեն վերաբերում։ Դե գիտես ինչ։ Արդեն շատ բաներ կան այս տանը, որ ինձ չեն վերաբերում։ Բայց շտապեմ քեզ հիասթափեցնել, մամա։ Այսպես չի կարող շարունակվել։ Անետը իմ երկրորդ մայրն է ու ես պարտավոր եմ իմանալ ինչի է Անետը տանից գնացել։ Տոնդ փոխի իմ հետ խոսելուց։ Լսի, ոնց կարելի է այդքան էգոիստ լինել։ Ոնց։ Ես ինչ խառնենք ժողովուրդ։ Թե չէ մեր խառը լինելը քեզ հետաքրքրում է, հա։ Լավ էլի, պապի, այդ ում տեղն ես ինձ դրել։ Ինչ իմանամ տղա ջան։ Երեկվանից հետո ծովը ծնկներից տա։ Չոր բան կա, որ ես տեղյակ չեմ։ Հա։ Մեր հերոս էլի բազմախբյուր էր գնացել։ Ոնց։ Պապի։ Ինչ։ Հերետա, չիմանա։ Գնացել էր բազմախբյուր։ Ավակի աղջկան դրել էր կողքը մեքենայի մեջ։ Ասեմ ավելին։ Մի հատ էլ համբուրեց։ Բարև ձեզ։ Բարև ձեզ, ինչով կարող եմ օգնել։ Մի անգամ էլ եմ ձեզ մոտ եկել, շատ գոհ եմ մնացել։ Կարող ենք էլի կրիպտոյի փոխանակում անել։ Հա, իհարկե կարող ենք։ Իմիջ այլոց, եթե դեռ չեք բաժանորդագրվել, կարող եք բաժանորդագրվել մեր Telegram-յան ալիքին բոլոր նորություններին անմիջապես ծանոթանալու համար։ Ահա, լավ բան եք ասում հենց հիմա։ Գիտեք չէ, որ ունենք նաև առցանց փոխանակման հնարավորություն։ Նշում եք գործարքի մանրամասները եւ վերջ փոխանակումը պատրաստ է։ Հա, ոչ չգիտեմ։ Փոխանցեցի։ Հիմա ստուգ եմ։ Այո, մեկ վարքան։ Շնորհակալություն։ Համեցեք ստեսություն։ Ինչ լավ է եկան Մերի։ Կարող է նստես մի հատ սուրճ խմենք։ Չէ, որովհետև շտապում եմ։ Ինչի՞ մի տեսակ էսա բան չի եղա։ Սեմ մտակություն ունի, տեսատանը ջերմիջեցնող չկա։ Մի հատ գնայես, եթե տանը կա տորել։ Հա, նստի, էսա նայեմ վերեմ։ Հեսա գտամ։ Okay, շատ։ Սպասի, բայց ես էլ քո հետ կամ, հա, բարձրանամ փոխվեմ ու արագ գամ։ Լավ։ Ինչ լավ տեղ բերեցիր հորքուր, ամեն ինչ շատ համով է։ Հա, այստեղ իսկապես ամեն ինչ շատ համով է։ Ընտանիքով շատ են գալիս, համ համովա, համ մատչելի։ Գեր։ Դե լավ, տրամադրություն մի գցի։ Այդ անշնորհակալին տես։
Դու ամբողջ կյանքդ դրեցիր իրա ու իր երեխեքի համար, որ հետը այսօր սենց վարվի, որ փողոցում հայտնվես։ Աննան էս տանից չի հանել։ Ես եմ դուրս եկել։ Հա։ Բա ինչի առաջ դուրս չէիր գալիս։ Դրան տեսեք։ Իրան թվում է ինքը կարա մենակ քեզ պահի, որ երկրագունդը մենակ իր շուրջա պտտվում։ Դու մի մտածի, արի իմ հետ ապրի, իմ ամուսինը համ քեզ կընդունի, համ էլ կպահի նորմալ։ Ասդ երկիչ խոսի։ Գեր։